Էս ինչ ներվեր, էս ինչ խաղեր ու ինչ ափսոսեր։ Թուրքիա-Հայաստան 1-1 մեր թիմը առաջին անգամ միավոր վաստակեց թուրքերի հետ դիմակայությունում։ Ամփոփում ենք երեկվա ծանրագույն խաղը, բայց մինչ այդ բաժանորդագրվեք իմ ալիքին եւ հավանեք այս վիդեոն։ Եվ այսպես, առաջին բանը, որ նկատվեց արդեն 10-15 րոպեին, այն էր, որ մեր տղաները հաղթահարեցին հոգեբանական բեռը։ Մեզնից ոչ բոլորն են դա զգացել իրենց մաշկի վրա, բայց բոլորս էլ լավ գիտենք, այնքան էլ հաճելի չէ լինել թուրքերի շրջապատում, առավել եւս 32,000 թուրքերի։ Եվ այդ թուրքերի ճնշմանը գումարվում էր նաև մեր բոլորի սպասելիքները տղաներից։ Բայց թուրքերը մերոնց հարմարվելու ժամանակ չտվեցին, նրանք շատ լավ սկսեցին ու անցկացրեցին առաջին խաղակեսը։ Կար մշտական ճնշում, նրանք երբեք թույլ չէին տալիս, որ արագությունները նվազեն։ Զգում էիք, ինչպես էին մեր տղաները հատիկ-հատիկ վստահություն հավաքում յուրաքանչյուր հաղթած մենապայքարից։ Եթե սկզբում դա հատկապես ապահովում էին Տիկնիզյանը, Դաշյանն ու Իվուն, ապա խաղի ընթացքում միացան, իսկ հետո տվեցին անցան Չանչարևիչն ու մեր սիրելի ավագ Վարազդատ Հարոյանը։ Մեր տղաներից յուրաքանչյուրի ամեն մի հաջող, վստահ գործողություն կարծես մյուսին էներգիա էր տալիս ու մղում առաջ։ Եվ նվիրումն էլ ամենաբարձր մակարդակի վրա էր։ Չնայած խաղային խոտանի բարձր մակարդակին, մենք բոլորս խաղը նայելիս զգում էինք, որ մերոնք Թուրքիայի հետ են խաղում։ Եվ հենց այդ հոգեբանական ամրությունն ու սառնասրտությունն էր, որ արդեն երկրորդ կեսում մեր գոլը խփելուց հետո ուղղակի կոտրել էր Թուրքիայի հավաքականին։ Մոտ կես ժամ նրանք ուղղակի չգիտեին ինչ անել դաշտում, իսկ գազազած թուրք երկրպագուներն էլ բերանները ջուր առել նստել էին։ Սա ամենակարևոր բիքրո հաղթանակներից մեկն էր, որ թույլ տվեց ոտքի վրա մնալ անհյուրընկալ միջավայրում։ Բրավո տղաներ, հատկապես սրա համար ուզում եմ ասել շնորհակալություն։ Հետո, եթե խոսենք խաղի ընթացքից, ապա պետք է ասեմ, որ սա շատ դժվար խաղ էր։ Մի ահավոր խառը, քաոսային, անհեթեթ իրավիճակներով, սխալ հաշվարկներով լի մի կռիվ։ Ու մեր թիմը 3 հանդիպեց շատ լուրջ դժվարությունների։ Նախ, մեր հավաքականը թեև հիմնականում խուսափում էր գնդակը խաղարկելով պաշտպանությունից դուրս գալուց, բայց հաստատ ցանկանում էր ավելի շատ գնդակով լինել, բայց դա չէր հաջողվում։ Առաջին կեսում մի պահ գնդակի վերահսկողության ցուցանիշը նույնիսկ 70-30 էր հօգուտ Թուրքիայի։ Մի կողմից թուրքերը շատ մեծ ճնշում էին ապահովում ու փորձում արագ հետ խլել գնդակը, մյուս կողմից մեր տղաների գործողությունները, հնարքները, փոխանցումները այնքան էլ լավ չէին ստացվում։ Լինում են չէ խաղեր, երբ ինչ անում է ստացվում է, օրինակ Ուելսի հետ խաղը, բայց լինում են նաև այսպիսի խաղեր։ Արձանագրենք, մեր հավաքականը 3 գրանցեց խմբային փուլի այս խաղերում փոխանցումների ճշգրտության իր ամենացածր ցուցանիշը, ընդամենը 69%։ Երկու թիմն էլ չէր կարողանում համակարգային խաղ ցույց տալ, գոնե 3-5 րոպե, խոտանը շատ էր, գնդակը անընդհատ անցնում էր մի թիմից մյուսին։ Եթե թվերով եք ուզում, գնդակը մոտ 240 անգամ անցել է մի թիմից մյուսին, մեր նախորդ խաղերում այս թիվը 170-180 էր։ Փոխադարձ շատ բարձր ճնշման պայմաններում հատկապես մեր թիմի տղաները ոչ միշտ էին կարողանում արդյունավետ փոխհամագործակցել խաղային տարբեր էպիզոդներում, թե պաշտպանվելիս, թե հարձակվելիս։ Դա ոչ միայն իր հետ պահեր էր բերում մեր դարպասին, այլև շատ հոգնեցրեց մեր տղաներին առաջին կեսում, որի մասին ընդմիջման ուղիղ եթերում խոսեց նաև Գևորգ Ղազարյանը։ Եվ այդ հոգնածությունը նկատվեց խաղի վերջում, երբ մեր թիմը ստացել էր լիքը ազատ տարածություն, բայց էլ գրոհելու ուժ չուներ։ Եվ ավելին ասեմ, մեր թիմի բաց թողած գոլն էլ մեծ հաշվով արդյունք էր հենց այդ հոգնածության պատճառով կենտրոնացման կորուստ։ Եվ այս ամենը ընդհանրացնելով պետք է ասել, որ այս խաղում մեր բախտը բավականին բերեց։ Դեպի մեր դարպաս 19 հարված եկավ 9 դարպասին, ու եթե չլիներ Չանչարևիչը, ամեն ինչ կարող էր շուտ ավարտվել։ Մյուս կողմից էլ բախտը վերադարձեց մեզ իր պարտքերը, որովհետև առաջին խաղում էլ Թուրքիան ընդամենը 4 հարված էր կատարել եւ 2 գոլ խփել։ Կարևորը բոլոր այս դժվարությունները ընդունել, համբերատար աշխատել ու չհուսահատվելն էր, որը մեր տղաները արեցին։ Խոսենք առանձին խաղացողներից, ով լավ խաղ անցկացրեց, իսկ ով կարող էր ավելի լավ ելույթ ունենալ։ Այս խաղին միակ քիչ թե շատ անակնկալ ընտրությունը աջ եզրում Վահան Բիչախչյանն էր։ Թեև սկզբում նրա անցումները չէին ստացվում, բայց խաղակեսի միջնամասից նա սկսեց ոչ միայն որոշ լավ փոխանցումներ գտնել, այլև գործի դներ իր ամենազոր ձախ ոտքը։
Մեծ հաշվով առաջին կեսում մեր գրեթե բոլոր վտանգավոր պահերը ստեղծեց հենց Վահանը։ Մեկ անգամ լավ հարվածի դուրս բերեց Սպերցյանին, երկու անգամ էլ ինքը սպառնաց դարպասի։ Իսկ հարձակման գծի մյուս երկու խաղացողները այդպես էլ հիմնականում մնացին ստվերում։ Թե Լուկա Զելարյանը եւ թե Հրանտ Լեոն Ռանոսը գնդակ շատ չէին ստանում, ստանալիս էլ ոչ միշտ էին կարողանում կարճել այդ գնդակներից ու առաջ խաղացնել գրողները։ Իրենց պահերը երկուսն էլ ունեցան երկրորդ խաղակեսում, երբ արդեն հաշվի մեջ առջևում ենք, բայց այս երկուսից էլ կարելի էր ավելին սպասել։ Երեկվա խաղում ամենաքիչը նկատելի էր Էդուարդ Սպերցյանը։ Եթե առաջին կեսում դա ինչ-որ տեղ բացատրելի էր խաղի բնույթով պայմանավորված, ապա երկրորդ կեսում մեր թիմը ուներ որոշակի տարածություն մրցակցի կիսադաշտում, որտեղ Էդուարդը կարող էր ծավալվել, առաջխաղացումներ անել գնդակով, ստեղծագործելու դաշտ կար, բայց ոչ, հուսանք Խորվաթիայի դեմ նա այլ տեսք ունենա։ Ինչպես միշտ փայլում էր Ուգուչուկվու Իվուն, վստահ մենապայքարներ, գրագետ հուսալի խաղ։ Այս խաղում, երբ այդքան շատ էր խոտանն ու մանր սխալները, նա կարծես վստահ կանգնած էր մեր յուրաքանչյուր խաղացողի թիկունքում եւ մաքրում էր բոլորի թերացումները։ Բացառությամբ որոշ սխալների նա բավականին հաշվենկատ կառավարում էր մեր գնդակով խաղի ռիթմը, այնինչ Սպերցյանը պիտի աներ։ Մեր կենտրոնական պաշտպաններն էլ միգուցե չխաղացին այն հուսալիությամբ, որ պետք էր նման մրցակցի դեմ, բայց եւ չարեցին այն սխալները, որոնցից այդքան վախենում էինք։ Առանձին պատմություն էր Վարազդատ Հարոյանը։ Անցած վիդեոյում էլ էին ասել նման վատո մենք արդեն 2 տարի է չէինք տեսել ու այս խաղից հետո էլ ճիշտն ասած վախենում եմ, որ էլ չենք տեսնի։ Նա ոչ միայն իր խաղում էր շատ հավասարակշռված, այլև թիմի տրամադրությունը ղեկավարելու հարցում թույլ չէր տալիս տաքանալ կամ հակառակը թուլացնել։ Ափսոս նա միևնույն է ստացավ իր դեղին քարտը եւ բաց կթողնի Խորվաթիայի դեմ հանդիպումը։ Իսկ մեր եզրայինների մասին խոսելով պետք է արձանագրենք, որ նրանցից մեկի Նաիր Տիկնիզյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ մյուսը՝ Արտակ Դաշյանը։ Վերջինս 3 իհարկե շատ լավ գործեց, իսկ ահա Նաիրին Թուրքիայի հավաքականի աջ եզրում ուժերի կենտրոնացումը թույլ չտվեց իր խաղը խաղալ։ Ցավոք փոխարինման մտած ֆուտբոլիստները գրեթե ոչինչ չտվեցին մեր թիմին։ Երկրորդ խաղակեսի միջնամասում Թուրքիան մոլորված տեսք ուներ, ու եթե նրանք մի փոքր ավելի լավ բռնեին խաղի թելը, միգուցե հաջողվեր վերջնականապես ջարդել մրցակցին։ Դե իսկ Չանչարևիչը, նրա մասին պետք է առանձին խոսել։ Օգնեն Չանչարևիչը օգնենի էր երեք, նրա աչքերից կրակ էր թափվում։ Ես ի սկզբանե մեծ հույսեր չէի կապում նրա հետ, որովհետև Հայաստանի առաջնությունում իր ելույթներով նա շատ չի տարբերվում իր մրցակիցներ Արսեն Բեգլարյանից եւ Ստաս Բուչնևից, բայց հավաքականում նա ուղղակի կրակ է։ Ինչպես է ոչ հարազատ երկրի մարզաշապիկը այդքան մոտիվացրել Օգնենին, ինչ խանդավառված է խաղում նա, ինչպես է վայելում յուրաքանչյուր վայրկյանը խաղադաշտում։ Նա 3-7 սեյվ կատարեց, փրկեց մեզ մի քանի դեպքերում, երբ այլևս որևէ հույս չկար։ Մեզ համար շատ կարևոր է, որ դարպասապահը փրկի։ Իսկ նրա մրցակցի նյարդերի հետ խաղալն ու մյուս բալկանյան հնարքները մի բան են, որ երբեք չես ստանա հայ դարպասապահից։ Չանչարևիչը միանշանակ դեռ շատ կօգնի մեզ։ Դե ինչ ամփոփենք, մի կողմից ունենք ոչ ոքի Թուրքիայի հետ, որը նախկինում լավ արդյունք կհամարվեր մեզ համար, մյուս կողմից էլ ունենք ափսոսանք, որ բաց թողեցինք հաղթանակը։ Բայց եթե վերցնենք մեր թիմի ցույց տված ֆուտբոլը, ապա այն ոչ միայն անթերի չէր, այլ իր որակով երևի թե ամենավատն էր Պետրակովի ժամանակաշրջանում։ Բայց սա մեղադրանք չէ։ Թուրքիան էլ 3 լավ չխաղաց, նրանք էլ արժանի չէին հաղթանակի։ Այնքան շատ նախապատմություն, այնքան շատ թաքնված գործոններ կային այս խաղում, որ երկու թիմերին էլ թույլ չտվեցին իրենց ֆուտբոլը խաղալ։ Բայց ոչ այնքան լավ խաղով միավոր վաստակելն էլ նորմալ է։ Ուժեղ թիմերը մեծ մասամբ հենց այսպես էլ անում են։ Դա մի որակ է, որը պետք է փորձենք ձեռք բերել։ Մենք խաղի մեջ ենք։ Սա էր Պետրակովի ամփոփումը, ու այն ինձ շատ դուր է գալիս։ Ես բազմիցս եմ ասել, մեր մակարդակի հավաքականը պետք է կարողանա լուծել մի խնդիր, ապահովել այնպիսի խաղամակարդակ, որ մենք միշտ լինենք խաղի մեջ, պատրաստ օգտվելու անակնկալ նվերներից, մրցակցի խնդիրներից եւ այլն։ Ուզում եք 1000 անգամ կրկնեք վիճականությունը։ Չի կարող լինել մի այնպիսի խումբ, որտեղ մենք հենց սկզբից կլինենք առաջին 2 տեղերը գրավելու իրական հավակնորդ։ Մեր հնարավորությունները ի հայտ է գալու ընթացքում, ու մենք պետք է պատրաստ լինենք դրանք ընդունել։ Հիմա էլ մոտավորապես այդ նույն վիճակն է։ Շանսերը մեծ չեն, բայց պետք է խաղանք, սպասենք։ Խորվաթիայի հետ 2 խաղերում միավոր վաստակելու շանս ես առանձնապես չեմ տեսնում։ Միգուցե խմբի վերջին խաղում Մոդրիչենք զուտ նվիրեն մեզ մի միավոր, դա ուրիշ բան, բայց դրա վրա հույս դնել պետք չէ։ Հիմա մեզ համար ամենակարևորը դառնում է Ուելսի դեմ տնային խաղը, որը պետք է հաղթել, ու հաղթել պետք է նաև Լատվիային։
Եվ հուսալ, որ թե Ուելսը, թե Խորվաթիան կհաղթեն թուրքերին, բայց շատ առաջ չընկնենք։ Այո, հիմա մենք ունենք միանգամայն այլ հավաքական։ Նախորդ տարվա 10 խաղից 4-ում մենք խոշոր հաշվով պարտվել ենք, իսկ գոլերի տարբերությունը եղել է -23։ Այս տարի մենք 5 խաղից պարտվել ենք միայն 1-ը, գոլերի տարբերությունն էլ դրական է, +2։ Եվ ինչպես Պետրակովն ասեց, մեր ֆուտբոլիստները տխրել էին, որ չեն հաղթել Թուրքիային։ Մեր տղաները ունեն այդ հավատը։ Հավատանք նաև մենք ու շարունակենք աջակցել մեր հավաքականին։ Ու այն դեռ շատ է ուրախացնելու մեզ ու ավելի լիարժեք, քան 3 էր։ Իսկ ես ձեզ ունեմ ընդամենը մի խնդրանք՝ բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բոլոր այս հաղթական պահերը վայելենք միասին։ Առջևում Խորվաթիայի դեմ խաղն է, կհանդիպենք Հանրապետականում։